իրար հետ կներկայացնենք հայկական ըմբշամարտի մասին։ Ձեզ կներկայացնի Մաչեն, Սարգիսը, իսկ օպերատորը ես Դրոշ Իվանյան։ Եկեք սկսենք։ Ըմբշամարտը մի երկրես, հա, մեկը որ կարելի է գոտկատեղից ներքև մնել, մեկը որ գոտկատեղից վեր։ Ես եմ իմ բարբայի և ես դում եմ ըմբշամարտը, որը ես դում եմ, որ գոտկատեղից ներքև չի կարելի։ Շատ է ուզում դերակրել, կարող եք մտել Սարգիս Սարգսյան բլոգ և կարդալ այս ամբողջը։ Ըմբշամարտը մարդու ֆիզիկական և հոգևոր զարգացման կարևոր մարդաձևերից է։ Այն ձևավորվել է հին ժամանակներից և մինչև այսօր պահպանել է իր նշանակությունը։ Մարզիկները մշտապես աշխատում են իրենց ուժի, արագության և դիմացկունության զարգացման վրա։ Ըմբշամարտի մրցումները պահանջում են բարձր կարգապահություն և կենտրոնացում, այս մարդաձևը տարածվել է աշխարհի բազմաթիվ երկրներում և ունի տարբեր շրջեր և կանոններ։ Մարզիկները պատրաստվում են երկարատև մարզումների միջոցով և մասնակցում տարբեր մրցումների։ Ըմբշամարտը նաև ձևավորում է կամքի ուժ և ինքնաթիռ։ Ըմբշամարտում երկու մարզիկ պայքարում են գորգի վրա, օգտագործելով ուժ, տեխնիկա և ճշգրտություն։ Նպատակն է հաղթել մրցակցին միավորներով կամ գորգի ֆիքսելով։ Հայաստանը հայտնի է իր ուժեղ ըմբիշներով և բազմաթիվ միջազգային հաջողություններով։ Հայ մարզիկները հաճախ հաղթում են օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններին։ Ըմբշամարտը ոչ միայն մարդաձև է, այլ նաև պայքարի և կամքի ուժի խորհրդանիշ։ Ըմբշամարտը ունի երկու հագուստ, մեկը սաղ կարմիր է, մեկը ամբողջը կապույտ, մի քիչ ծանր է, այն կոչվում է տրիկո։